Բարեձեշանդ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր նոյեմբերի 11-ն է, երեքշաբթի։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Վարչապետը եւ դեսպանները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը եւ հետագա համագործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև դեսպաններին հետաքրքրող հարցերին։ Անկլավների հարցը պետք է որոշվի Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակում, այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել են ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Պատգամավորները մեկնաբանել են նաև տարածքների փոխանակման հավանականությունը։ Անկլավների հարցը հարգելի գործընկերներ բազմիցս է քննարկվել, կա այդպիսի հարց եւ դա պետք է ասիագրվի Սահմանազատման գործընթացի շրջանակներում, այսինքն այդտեղ որևէ թաքցնելու բանի թեմա չկա, այսինքն փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետեւ նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետեւ սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ-որ տրամաբանություն կա այդ սահմանազատման գործընթացում։ Հիմա բայց որ դուք անընդհատ հարցեր եք տալիս, ես չեմ կարողանում ամբողջ բովանդակությունը ներկայացնել ձեզ։ Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի եւ սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ մեջտեղում, վերջում թե որ, պետք է նաեւ անդրադարձ կատարվի անկլավների հարցին։ Պետք է կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի եւ այդ պայմանագիրը պետք է վավերացվի, պետք է տեղ ունենա սահմանագծման աշխատանքներ։ Հետո արդեն Հայաստանը եւ Ադրբեջանը կորոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում, եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստանի եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն։ Այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրակրվեի։ Մի քիչ աբսուրդային են մեր ընդդիմադիր գործընկերների քննարկումները, որովհետեւ երբ որ վարչապետ Փաշինյանը չի խոսում մեր օկուպացված տարածքների վերադարձի մասին, չնայած ինքը միշտ է խոսում, բայց ասենք թե 3 օր չի խոսում։ Ասում են, ահա, ինչու նա չի խոսում մեր օկուպացված տարածքների վերադարձի մասին։ Երբ որ ասում են մենք պետք է վերադարձնենք մեր օկուպացված տարածքները, այդ թվում Ալցվաշենը, ասում են, այսինչ է, ուրեմն զիջումների անեն։ Հիմա, ինչ վերաբերում է անկլավային հարցերին, դրանք պետք է որոշվեն Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։ Սահմանազատման հանձնաժողովները ընդունել են աշխատակարգ, որը նաև մեր կողմից օրինակ վավերացվել է ազգային ժողովում, իրենց կողմից իրենց համապատասխան ներպետական ընթացակարգերով վավերացվել է։ Դա ինչ է ենթադրում, ըստ այդ աշխատակարգի Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը ինչ է ենթադրում, որ իրենք պետք է բնականաբար իրավական հիմքերը դնեն, իրար առաջ քննարկեն, ամբողջ սահմանազատման համար, տարբեր հատվածների, թողեք ավարտեմ։ Սահմանազատման հանձնաժողովում կողմերը պետք է դնեն տարբեր հատվածների վերաբերյալ իրենց ունեցած քարտեզագրական իրավական հիմքերը եւ այլն եւ այլն։ Իրականացնեն սահմանազատում, ստորագրեն վերջում սահմանազատման բաները, պրոտոկոլները, այսպես կոչված։ Ամենավերջում նաև պետքա պայմանագիր, երբ որ ավարտեն սահմանազատման գործընթացը, պետքա միանց հետ պայմանագիր կնքեն դելիմիտացիայի վերաբերյալ։ Հաստատ մինչև ընտրությունները չի լինի, որովհետև դա երկար աշխատանք է։ Նաև սահմանազատման գործընթացը հնարավորություն տալիս է տարածքների փոխանակում անելու, բայց եթե օրինակ տարածքների փոխանակում չի լինում, հանրակրվեի պահանջ չկա, որպեսզի օրինակ պայմանագիրը սահմանազատման վերաբերյալ ստորագրվի եւ ավերացվի։ Եթե ընթացքում որոշվի ինչ-որ տարածքներ փոխանակել, այդ դեպքում արդեն հանրակրվեով է լինում։
Հիմա որևէ նորություն չկա այդ հարցերով։ Այսինքն համազատման հանձնաժողովի հանդիպում էս վերջին շրջանում չի եղել եւ նոր զարգացումներ չկան։ Որտեղից է ծագել։ Արձվաշենի թեման ծագել է այն պահից, երբ որ Արձվաշենը օկուպացվել է։ Այսինքն կանգնած է համանազատման Գրավել է։ աշխատանքը։ Գրավել են։ Ես ու դուք ես Արցախաշենում էի այդ օրը։ Ես այդ օրը բայց բան չէի, վստահ չեմ, խոսել գիտեի, թե չգիտեի։ Դրա համար ես այդքան լավ չեմ։ Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել հնարավոր բոլոր մտահոգությունները, որոնք Հայաստանը կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների հետ կապված։ Հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմների մասին տեղեկությունները։ Մարիա Զախարովայի խոսքով Մոսկվան հիբրիդային պատերազմներ չի վարում եւ հարգում է ցանկացած ժողովրդի ինքնիշխան ընտրությունը։ Պաշտոնյան հավելել է, թե նման վարքագիծը հատուկ է Արևմուտքին։ Զախարովան վստահեցրել է, որ Ռուսաստանը միշտ եղել եւ մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը ու միշտ անհապաղ օգնության է հասնում երկրին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հիշեցրել է, որ օրինակ 2024 թվականի հունիսին ռուս մասնագետները վերականգնել են Հայաստանի հյուսիսում ջրհեղեղներից վնասված երկաթուղին։ Տարածաշրջանային ու միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։ Միացյալ Նահանգները եւ թուրքական պատվիրակությունը վերահաստատել են իրենց շարունակական աջակցությունը իսրայելցի պատաններին վերադարձնելու եւ Գազայում երկարատև հրադադարի հասնելու ջանքերին։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է նախագահ Թրամփի կոչը ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը, ինչը Վաշինգտոնի կարծիքով կնպաստի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցմանը։ Վաշինգտոնում հանդիպել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան։ Հանդիպումն անցել է փակ դռների հետևում, բանակցություններից հետո չի եղել համատեղ մամուլի ասուլիս կամ հայտարարություն։ Ահմեդ Ալ-Շարայի այցը Սպիտակ տուն պատմական է որակվում։ Նա Սիրիայի առաջին նախագահն է, որ այցելել է Վաշինգտոն վերջին 80 տարիների ընթացքում, Սիրիայի անկախացումից ի վեր։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Շարան ուժեղ առաջնորդ է, որի հետ ինքը լեզու է գտել։ Մենք ցանկանում ենք, որ Սիրիան դառնա մի երկիր, որն իրական հաջողություն կունենա, եւ ես կարծում եմ, որ այս առաջնորդը կարող է դա անել։ Մարդիկ ասում են, որ նա բարդ անցյալ է ունեցել, բայց բոլորս էլ բարդ անցյալ ենք ունեցել, բայց նրա ճանապարհը հատկապես դժվար է, եւ անկեղծ ասած, եթե նա դժվար անցյալ չունենար, նա հնարավորություն չէր ունենա։ Իդեպ ամերիկյան կողմը հայտնել է Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու մասին։ ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ կեսարի ակտի պատժամիջոցները մասամբ կասեցվել են 180 օրով։ Բացառություն կկազմեն Ռուսաստանի եւ Իրանի հետ գործարքները, ինչպես նաեւ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի նկատմամբ պատժամիջոցները։ Հայտարարությունը հաստատում է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է ուսումնասիրել Սիրիան ահաբեկչության հովանավորող պետությունների ԱՄՆ ցուցակից հանելու հնարավորությունը։ Ամերիկյան լրատվամիջոցներն էլ հղում անելով իրենց աղբյուրներին գրել են, որ ԱՄՆ-ն թույլ կտա Սիրիային վերաբացել իր դեսպանատունը Վաշինգտոնում տնտեսական, անվտանգության եւ հակահաբեկչական ջանքերը համակարգելու համար։ ԱՄՆ Սենատը քվեարկությամբ վերջ է դրել երկրի պատմության ամենաերկար շատդաունին, որը տևել է 40 օր։ Դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագծին կողմ են քվեարկել 60 սենատորներ, դեմ 40-ը։ Օրինագիծը միջոցներ է նախատեսում կառավարության շատդաունի ընթացքում արձակուրդում գտնվող պետական պաշտոնյաների հետադարձ աշխատավարձի եւ սննդի կտրոնների համար մինչեւ 2026 թվականի ֆինանսական տարվա ավարտը։ Սենատում օրինագծի ընդունումից հետո այն ուղարկվում է ներկայացուցիչների պալատ քվեարկության համար։ Հանրապետական առաջնորդները հույս ունեն, որ օրինագիծը կարող է Ներկայացուցիչների պալատում ընդունվել արդեն չորեքշաբթի օրը։ Նյու Դելիում Կարմիր ամրոց պատմական համալիրի եւ համանուն մետրոյի կայարանի մոտ մեքենա է պայթել։ Նախնական տվյալներով 9 մարդ զոհվել է եւ 20-ը վիրավորվել։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ պայթյունն այնքան հզոր է եղել, որ կոտրել է մի քանի մետր հեռավորությամբ գտնվող մեքենաների ապակիները։ Մի քանիսը հրդեհվել են։ Հնդկաստանի ոստիկանությունը շրջափակել է տարածքը, սահմանափակվել է երթևեկությունը։ Պայթյունի պատճառը հայտնի չէ։ Իրավապահներն ուսումնասիրում են բոլոր հնարավոր վարկածները։ Դելիի մետրոպոլիտենը, կառավարության շենքերը եւ օդանավակայանը գտնվում են բարձր պատրաստվածության ռեժիմում, իսկ այլ նահանգներում, մասնավորապես Ուտար Պրադեշում, որտեղ գտնվում է Թաջ Մահալը եւ Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայում, խստացվել են անվտանգության միջոցառումները։
Հզոր պայթյուն է որոտացել նաև Պակիստանի մայրաքաղաքում, 12 մարդ զոհվել է, 27-ը վիրավորվել։ Երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել Իսլամաբադի շրջանային դատարանի շենքի մոտ։ Մահապարտ ահաբեկիչը նախ փորձել է մտնել դատարանի շենք, երբ դա չի հաջողվել, 10-15 րոպե սպասելուց հետո նա գործի է դրել իր մոտ եղած պայթուցիկ սարքը։ Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Պակիստանը պատերազմական վիճակում է եւ հավելել, որ հարձակումը պետք է ընդունել որպես սթափության կոչ։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Վրաստան-Ադրբեջան սահմանին մոտ թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է վրացական Իմեդի նյուզը։ Լրատվամիջոցը հրապարակել է միջադեպի տեսանյութը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Վրաստանում վթարի է ենթարկվել Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող պաշտպանության նախարարությանը պատկանող S-130 բեռնատար ինքնաթիռը։ Նշվում է, որ Վրաստանի իշխանությունների հետ համակարգմամբ որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել։ Այսօր նախատեսված էր Գյումրիի ավականու հերթական նիստը։ Սա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո առաջին նիստն էր, որը չի կայացել։ Պատճառը քվորումի բացակայությունն էր։ Գյումրին ունի ավականու 33 անդամ եւ ըստ օրենքի քվորում ապահովում է, եթե մեծամասնությունը, այսինքն առնվազն 17 անդամ ներկա է։ Այսօրվա նիստին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ամբողջ կազմով ավականու 14 անդամներով չի ներկայացել։ Բացականներ են եղել նաև կոմունիստական կուսակցություն եւ մեր քաղաքը խմբակցություններից։ Ավականու այսօրվա նիստը ներկա բացակայով սկսվեց։ Դահլիճում թափուր էին քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու բոլոր անդամների աթոռները։ Խմբակցությունը Գյումրիի ավականու կազմում 14 մանդատ ունի, բայց եւ առանց քաղաքացիական պայմանագրի էլ մեծամասնություն կամ քվորում հնարավոր էր ապահովել։ 33 հոգանոց ավականու կազմում պարզ մեծամասնությունը 17 մանդատն է։ Այս թիվը նիստի սկզբում ապահովել չէր ստացվել։ 17 ավականու անդամ չի կայացվել։ Նույն օրենքի ու կարգի համաձայն կենժան պարտավոր ենք սպասել, եթե չներկայացան կազմի արձանագրություն դրա վերաբերյալ։ Կես ժամ անց էլ քվորում չապահովվեց ու ավականին պարտավոր էր արձանագրություն կազմել այն մասին, որ նիստը չի կարող կայանալ։ Համայնքի ավականու նիստին ներկա անդամները նիստը ոչ իրավազոր լինելու պատճառով կազմեցին արձանագրություն։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի ավականու 2020 թվականի նոյեմբերի 11 նիստի չկայացման մասին։ Եվ ներկա ավականուները ստորագրել են Իսկ ովքեր են բացակաները, որոնք ներկաներից շատ էին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ամբողջ կազմով կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ կոմունիստական կուսակցության խմբակցության եւս մեկ անդամ, որը նույնպես կալանավորված է։ Իսկ ավականու եւս մեկ անդամ Նարեկ Միրզոյանը չէր ներկայացել մեր քաղաքը խմբակցությունից։ Հենց այստեղ էլ առաջացավ հարցը. գուցե այսպես կոչված մանդատագողություն է տեղի ունեցել։ Որպես խմբակցության ղեկավար եմ հայտարարում, սա քաղաքական որևէ ենթատեքստ չունի։ Նարեկ Միրզոյանը ունի ընտանիքի հետ անձնական խնդիրներ, իսկ խնդիրը չափազանց զգայուն է, կնոջ առողջական վիճակով է պայմանավորված։ Մեր քաղաք խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանը անձնական խնդիրներով պայմանավորված չի մասնակցում ավականու այսօրվա նիստին։ Եթե Նարեկի դեպքում ունենք որոշակի տեղեկատվություն, ապա ԿՊ-ի դեպքում մեզ անհայտ է խմբակցության ողջ ազգակազմով ինչու են բացակայում նիստին։ Պետք է ենթադրել, որ սա խոչընդոտ է հանդիսանում Գյումրու քաղաքի բնականոն աշխատանքներին եւ տեղի ունեցող ծրագրերի իրականացմանը։ Իսկ ավականու օրակարգում 26 հարց կար, որոնք վերաբերում էին սուբվենցիոն ծրագրերին, մանկապարտեզների ջեռուցմանն ու ամանորի նախապատրաստական աշխատանքներին։ Չկայացած նիստի պատճառով հարցերի քննարկումը հետաձգվեց։ Ավականու Իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, թե քաղաքացիական պայմանագիր խմբակցության նիստին չներկայանալը իրենց համար անակնկալ չէր։ Մյուս խմբակցությունները, որոնք միասին մեծամասնություն են կազմում, քաղաքում կառավարման ճգնաժամ թույլ չտալու խնդիր ունեն։ Երբեմն կյանքում տեղի ունենում դեպքեր, որոնք անկանխատեսել են սկսած այսօրվանից, վերջացրած նույն քաղաքական տարբեր տեխնոլոգիաներով, ճնշումներով, հորդորներով եւ այլ ուժային կիրառումներով չագեշտավոր, այս կամ այն ավականու
գողանալը, լավ այսպես անվանենք, հա, էլի ճայգերտների մեջ, բայց ես կարծում եմ, որ գոնե թե այս փուլում դա այդ դեպքը չի, սա մեկ, երկրորդը կոմունիստական կուսակցությունը ուղղակի պիտի ապահովի այն մնացած մանդատների քանակը։ Եթե ապահովում է մնացած մանդատների քանակը, քաղաքը շարունակում է բնականon հունով կառավարվել, կառավարման ճգնաժամ չի լինի։ Այսօրվա նիստի օրակարգային հարցերը չքննարկվեցին, բայց օրակարգից դուրս նիստին հրավիրվել էր Զարուհի Փոստանջյանը։ Նա Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբի անդամ է։ Ներկայացրեց տեղեկություններ Գյումրիի քաղաքապետի առողջական վիճակի ու պահման պայմանների վերաբերյալ։ Ըստ նրա, Վարդան Ղուկասյանի առողջական վիճակն օրեր առաջ վատացել էր։ Նրան հոսպիտալացնելու որոշում էր կայացվել, բայց առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ ըստ Փոստանջյանի պայմանները չեն համապատասխանում առողջական խնդիրներ ունեցող անձի պահման համար։ Նշանակված է մշտական, այսինքն դինամիկ հսկողություն էնդոկրինոլոգի եւ կարդիոլոգի կողմից։ Այդ հաստատությունում, որտեղ պահվում է պարոն Ղուկասյանը, չկա ընդհանրապես բժիշկ, չեմ խոսում էնդոկրինոլոգի եւ կարդիոլոգի մասին, եւ նրա հիվանդությունները այնպիսին են, որ այդ դիտարկումը, մշտադիտարկումը անհրաժեշտ է, որպեսզի կայունացնեն նաեւ այդ պայմաններում, թե ինչպիսի դեղորայքն է պետք է նշանակվի, այդ դեղորայքի ընդունումից է կախված նրա ապագա առողջական վիճակի լավացումը կամ վատացումը։ Կարող եմ ասել, որ նա դուրս է գրվել ոչ թե ամբողջությամբ ապակինված կամ առողջացած, այլ դուրս է գրվել այն պայմանում, որ առաջի բուժ օգնությունը, որը ծայրահեղ անհրաժեշտ է, նրան տրամադրել են եւ դուրս են գրել, բայց դուրս չի գրվել որպես առողջ անձնավորություն։ Գյումրիի քաղաքապետի փաստաբանները միջնորդել են նրան տեղափոխել Միքայել arczepiskopos Աջապահյանի բանտախուցը։ Միջնորդությունը մերժվել է։ Ըստ Զարուհի Փոստանջյանի, Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընդհանրապես կալանավորումը որպես խափանման միջոց չպետք է կիրառվեր։ Պարոն Ղուկասյանի դեպքում ընդհանրապես որևիցե խափանման միջոցի անհրաժեշտություն չկար, իսկ եթե կա, պետք է սկսվի ամենանվազագույնից մինչև առավելագույնը, այսինքն ծայրահեղը, բացառիկը, դա կալանավորումն է։ Դատարանները պարտադիր պետք է քննարկեն այլընտրանքային խափանման միջոցների հարցը, արդյոք հնարավոր է թե ոչ, նոր որոշում կայացնեն կալանքի վերաբերյալ։ Այսօրվա չկայացած նիստը սահմանափակվեց փաստաբանի հետ հարցուպատասխանով։ Գյումրիի ավականին արտահերթ նիստ է գումարելու հերթական նիստի օրն ու ժամը որոշելու համար։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Նախկին շրջկենտրոն Ամասիայում նոր դպրոց է կառուցվում։ Նախկինը մասնակի փլուզվել էր երկրաշարժից։ Դրանից հետո վրաններում են տեղավորվել, մինչև որ մեկ այլ կրթական նշանակության շենք են դպրոցին հատկացրել, որտեղ մի քանի սերունդ է 37 տարի սովորում։ Նոր կառուցվող դպրոցը կլաստերային մոդելով է, որը տարածաշրջանի մի քանի գյուղերի աշակերտության համար է։ Այն 300 դպրոցներից մեկն է, որ կառուցվում է հանրապետության տարբեր բնակավայրերում։ Ամասիայի միջնակարգ դպրոցը 34 տարի է, տիպային կրթական նշանակության շենք չունի։ Նախկին շրջկենտրոնի արհեստագործական ուսումնարանին պատկանող այս շենքն են հատկացրել դպրոցին։ 88-ից հետո 4 հարկանի շենքի 2 հարկն ապամոնտաժել են, դասասենյակների բաժանել, որոնք փոքր են, նաև անհարմար։ Դպրոցը հիմա 206 աշակերտ ունի։ Ոչ բոլոր դասարաններն են, որ համապատասխանում են չափորոշիչներին, աշակերտ թվով, փոքր են հիմնականում դասարանների մակերեսը չի համապատասխանում, դե հարմարվել են։ Մինչև 88 թվականն ունեցած Ամասիայի դպրոցի մի մասը փլուզվել էր երկրաշարժից։ Կիսավեր շենքը հետո շինարարները քանդել են։ Հիմա հին դպրոցի տեղում 37 տարի անց նորի կառուցումն է ընթանում։ Հանրապետության այն 300 դպրոցներից մեկն է, որը կառուցվում է պետության ֆինանսավորմամբ։ 2 ամիս առաջ սկսված շինարարությունն Ամասիայի տարածաշրջանին բնորոշ եղանակային պայմաններում հազիվ թե հասնի քարային աշխատանքների։ Որոշ դժվարություններ արդեն ունեցել են, ցուրտն ու խոնավությունը հողային աշխատանքներին խանգարում են։ Հիմա աշխատում է բրիգադը ապաստարանի պատերն են շտերը դնում, որ բետոնացնենք։ Այս կորպուսին արդեն լծած է մինչև զրոյականը, որը արդեն պատրաստում ենք պոլը լծելու, զասիպկայանելու։ Հիմնային աշխատանքները երրորդ կորպուսին է, արդեն ֆունդամենտը լծած, կալոնաները կանգնեցրած է, լրիվ բետոնացման տակ է։ Իսկ այս կորպուսինը պատկատովկեկը լրիվ լծած է,
ու շարունակել աշխատանքները։ Դժվարություն կուտա հենց այս պահին ցեխը չենք կրա աշխատենք, կսպասենք նայեցա երեսը չորնա կրանանք աշխատենք։ Նոր դպրոցը եռահարկ է լինելու բաղկացած 4 մասնաշենքից։ Հիմնական շենքից բացի սպորտ դահլիճ է կառուցվելու ունենալու է նաև նախակրթարան։ Այն 4-րդ կրթահամալիրն է, որը կառուցվում է Ամասիայի տարածաշրջանում 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով։ Հարմարություններով, ժամանակակից լուծումներով եւ ընդգրկած մակերեսով այն տարբերվելու է նախկինից։ Դպրոցը կլաստերային մոդելով է, ըստ այդմ հարևան մի քանի գյուղերի դպրոցների միավորման ծրագիրն է գործելու։ Իսկ այդ բնակավայրերի աշակերտությունը Ամասիայի կրթահամալիրում է ուսումը շարունակելու։ Կառավարության որոշումը հիմք ընդունելով, այո, 3 դպրոցներ էլ միանալու են Ամասիայի միջնակարգ դպրոցին ու դասապրոցեսը կազմակերպվելու է նոր դպրոցում։ Պետք է ապահովի Հովտուն, Բանդևան, Հողմիկ եւ Ամասիա բնակավայրի աշակերտներին։ 2 տարի հետո է նորակառույց դպրոցը շահագործման հանձնվելու։ Այն 288 աշակերտի համար է նախատեսված։ Միայն Ամասիայի տարածաշրջանի մոտ 20 գյուղերի դպրոցներ, որոնք փոքրաթիվ աշակերտներով են համալրված, փակվելու են։ Իսկ ընդհանուր առմամբ 2026 թվականին Շիրակի մարզում նախատեսվում է միավորել 4 տասնյակից ավելի գյուղական դպրոցներ։ Պետական ծրագրով այժմ 12 կլաստերային կրթահամալիրներ են կառուցվում մարզում։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների հետևեք մեր հաջորդ թողարկումներում։